Ողջույններ, սիրելի հետևորդներ, ինչպես եք, ոնց եք, ինչպես է տրամադրությունը, գարուն է, պետք է ուրախ լինեք, գարնանման ժպտակ, ծաղկեք, տեսեք ծաղիկներով շրջապատված եմ այսօր նստել, ինչ դա հուշում, որ երեկ եղել է մարտի 8-ը և այնքան ծաղիկներ ենք ստացել, այնքան նվերներ ենք ստացել, ճիշտն ասած ես երեկ այստեղ չէի, խանութում չէի, գնացել էի տղայիս տեսակցության, երբ որ ետ վերադարձավ եկա խանութ, տեսա, որ մեր խանութը ամբողջությամբ ծաղիկների մեջ է, սիրելի հետևորդներ, բոլորը մեկը մյուսի նվերներ էին արել, իրար նվիրել, իմ բաժիններն էլ այդպես թողել էին, որը թողել եմ այստեղ, որը տարել եմ տուն, ու այսպես շարունակ նայում եմ ծաղիկներին ու ուրախանում, որ վերջապես եկել է գարունը, սիրելի հետևորդներ, օրը լի էր բազմատեսակ աշխատանքներով, սիրելի հետևորդներ, առավոտից ահավոր սենց վազքի մեջ ծանրաբեռնված, ինչն է պատճառը, որովհետև ուզում եմ մի այսպիսի հայտարարություն անել, սիրելի հետևորդներ, վաղը իմ լավաշի և հացի արտադրամասի բացման օրն է, սիրելի հետևորդներ, բացումը տեղի է ունենալու վաղը ժամը 1-ին, ովքեր որ Ստեփանավանից են կամ մոտակայքում են ապրում, ովքեր որ լսում են, մեծ ուրախությամբ հրավիրում են բոլորին մասնակցելու բացման արարողությանը, ժամը 1-ին է տեղի ունենալու, Հասցեն Բաղրամյան 27-ի 2 հասցեում է գտնվում, այսպես ասած ավագ դպրոցի դիմաց անգնում էլի հարևանությամբ։ Այսօր ահագին բավականին մեծ աշխատանքներ են կատարել, ինչը որ պակաս, պռատել, բոլորը լրացրել ենք, սենց տեղավորել ենք, չգիտեմ, սենց լարված, ամեն ձևով, սենց մտածում եմ, վայ, եսի սենց վայանի նենց, և պետք է անցնի այսօրը, գա վաղը, որպեսզի ես լարվածությունը մեջիցս դուրս գա, սիրելի հետևորդներ, մի հատ սենց հունի մեջ ընկնեմ, էլի, ամեն մի գործը դնելուց պետք է հունի մեջ ընկնել, շատ դժվար է լինում, երբ որ լարված ես լինում ու չգիտես, թե հաջորդ օրը քեզ ինչ է սպասվում, հույսով եմ, որ շատ լավ կլինի, Աստծուց առաջ չեմ ընկնում, Տերն առաջ, հետո մնացածը իրան լինելու է, սիրելի հետևորդներ։ Երև չեմ հասցրել խոհանոցային վիդեո նկարահանեմ, դե արդեն գիտեք պատճառը, այսօր էլ ինչ եմ ուզում անել, ուզում եմ, որ վաղվա համար սենց մի փոքրիկ պատրաստվեմ, դիսերտի սեղան ալինելու, սենց թխվածների սեղան ալինելու, ուզում եմ սենց խառը, սենց մի քանի բան պատրաստել արագի մեջ, որը ինչ որ սենց թեթև պատրաստելու եմ, դա եմ ուզում ձեզ ցույցադրել, թե ինչ եմ պատրաստելու և տանելու։ Հեսա գնամ, տեսնեմ, թե ինչ եմ պատրաստելու և ցույց կտամ մի քանի բաներ, դե ինչ եմ պատրաստում նախատեսում, հետը ստանելու այնտեղ, դե վաղը արդեն իսկ շուտ կմիանամ ձեզ, որովհետև բացման արարողությունը անպայման նկարահանվելու է, անպայման և տեղադրելու եմ էջում և դուք բոլորը տեսնելու եք, թե ինչ տեսակի լավաշ ենք արտադրել, հաց, հոթ-դոգ մեջ ինչ է կատարվում, ամեն ինչը ցուցադրելու եմ, սիրելի հետևորդներ, երևի այդ բացման աժոտաժը ավարտվի, այդ եռուզեռը ավարտվի, նոր մի քիչ ասնի կարողանալու եմ վլոգը տեղադրեմ, սիրելի հետևորդներ, այնպես որ ինձ վաղը սպասեք կեսօրվայան, ոչ թե իրիկունը, դե իմը միշտ լինում է իրիկունը, դե դու գիտեք ինչի պատճառով է լինում իրիկունը, որովհետև ժամանակի առումով կարողանում եմ վիդեոներ նկարահանել ժամը 7-8-ի մոտերը, սիրելի հետևորդներ։ Գնամ և կմիանամ խոհանոցում ձեզ և արդեն կասեմ ինչ եմ անելու։ Եկա խոհանոց, սիրելի հետևորդներ, հիմա ասեմ ինչ եմ պատրաստել վաղվա մեր բացման արարողության համար, պատրաստելու եմ մի քանի բազմատեսակի բաներ, էլի, որ կարողանանք սենց թեթև ինչ-որ բաներ դնենք, որ մտնող հաճախորդը երբ որ գա, ինչ-որ մի բանից օգտվի, հյուրասիրվի, այսպես դնելու ենք դռան մոտ, ով ցանկություն ունի, կարող է գալ, վերցնել, օգտվել, թող շատ լինի, լի լինի, օջախներ շեն լինի։ Այս մեր Հայկը, Յանը թողել էինք տունը, որ լավան արեն անցած օրը, գնացել նորից, ձենը կտրված եկել է,
ասում կա հայ երկելու փորձ է Իրանը, որ դու պիտի երկեր, ես բան անեի, ծիծաղում, հա։ Չասում այս վիրուսը նորից կրկին ա տվել, կոկորտները բռնել ա, ձայնը կտրվել ա, ոչ խոսում ա, ոչ հմում ա, ոչ գվում ա, դրա համար է ես այս լուրջ վլոգ եմ վարում։ Ինչ եմ ես այս հիմա պատրաստելու, ուրեմն եկա եւ տեսա, որ մեր շերտավոր խմորները բոլորը դրած ա սառցեխցիկ եւ պատրաստելու այդ րոպեին չեմ կարող արագի մեջ։ Ինչ անեմ, խմորները վերցրեցի եւ դրեցի միկրովալնովկա, ընդամենը 2 րոպե եւ շերտավոր խմորը լինում է լրիվ աշխատելու խմոր։ Եթե դուք ձեր տանը խմորը գտնվում է սառցեխցիկում, պետք է վռած պատրաստել կամ դյուր է եկել, կարող եք դնել միկրովալնովկա 2 րոպե, սեն շուռ ենք տալի, ես կողմ շուռ ենք տալի են մի կողմը եւ պատրաստա խմորը աշխատելու համար։ Հիմա տեսեք, թե ինչ փափկություն է ստացել խմորը սառցեխցիկից հանած, հեսա բացելու եմ եւ ինչ եմ ուզում պատրաստել, ուզում եմ պատրաստել այսպիսի փոքրիկ խաչապուրիներ, փոքրիկ, որ համ հեշտությամբ դնենք ամանի մեջ մարդիկ կարողանան վերցնեն ուտելու, ամեն շատ հարմար է լինում մեր փոքրիկները։ Հիմա բացեմ եւ պատրաստեմ փոքրիկ խաչապուրի, որպեսզի վաղը համ տեսենք։ Տեսեք ինչքան հեշտ բացվում է։ Սառցեխցիկից հանած խմորա, խնդրեմ։ Շատ լավ բան է միկրովալնովկան, շատ լավ բան է։ Հիմա նայեք, մենք խանութում պատրաստում ենք տարբեր տեսակի բաներ։ Տանում ենք, դնում ենք վաճառքի, ասում եմ մի ժամ, 2 ժամ սառում է տվյալ ապրանքը։ Մարդիկ որ գալիս են ասում են տաք կարակ տաքացնեք, ասում ենք ոչ մի խնդիր։ Ուրեմն դնում ենք մեջը 2 րոպե չես հաշվել, ոնց որ հենց նոր թխած ինքը տաք, ու այդ ձևով էլ մատուցում ենք մեր հաճախորդներին։ Շատ լավ բան է։ Այսպես բացեմ, տեսնեմ, թե ինչ չափի եմ բացում, մի քիչ էլ հաստոտ ենք թողնելու, որպեսզի շերտերն նորմալ բացվեն։ Օրինակ մեր շերտավոր խմորը ինքը բավականին մեծ քաշով է, 500-ից 520 այդ քաշի է գալի գնդի քաշը եւ նորմալ չափ է, էլի նորմալ խաչապուրիներ են դուրս գալի, 6 հատ մեծ է դուրս գալի, հեսա տեսնենք ինչքան է փոքրիկ խաչապուրի է դուրս գալու։ Երևի է, ինձ թվում է բավական է։ Մի քիչ նայեք, փոքր շերտավոր բանը խաչապուրի բացելու համար պետք է մենք տանենք նեղ ու երկար, որպեսզի կտրվի արդեն նորմալ դուրս գա։ Հայ այսքանը պետք է նորմալ չափ լինի խաչապուրիների համար։ Հիմա հեսա տեսնեմ որտեղ է կտրող գործիքը։ Արդեն բացեցի, հիմա կտրեմ, բաժանելու եմ 4 մասի ու շերտավոր խմորը, երբ որ կտրում ես, միանգամից թափով պետք է քաշես։ Բաժանում եմ 4 մասի, այսպես անում եմ, նայեք, ու փոքրիկ մանր խաչապուրիներ եմ ստանում։ Այսպես, տեսեք, ինչքան լավ է, համ հարմար է ուտելուն, մենք այսպես էլ ենք վաճառում կիլոգրամով մանր խաչապուրիներ, նայած սիրահարներ կան, որ օրինակ ասում ենք մանր է խաչապուրի, մեծը կապան, ասում է չէ, մենք մանր խաչապուրին ենք ուզում, դա ուրիշ է։ Ասում եմ ոնց կարա ուրիշ լինի, եթե նույնն է, նույն խմորը, նույն պանիրը, նույն ձև, ասում է չէ, փոքր ուրիշ ձև է։ Ու պատկերացնեք չենք էլ վիճում հաճախորդի հետ, ասում ենք դե որ տենց է, էլ ինչ պիտի ասենք։ Մի քիչ ես կողքից հեռացնեմ, որովհետև նրանից բանա, այսպես անեմ։ Տեսա պանիրն էլ սիրուն լցնում եմ մեջը ու պատրաստ եմ մեր խաչապուրիները։ Այսպես, այսքանը, այս ինչ է, այս էլ ինչը որ ավելանում է, հեսա բացելու եմ էլի նույն ձևով սարքեմ խաչապուրի ու մեջը պանիր դնեմ, որ երբ որ կողքից դուրս է գալի, այսպես բացում եմ, սարքում եմ այսպիսի քառակուսի ու դնում եմ
Այսպես, նույնն էլ կանեմ ես մեկը, որպեսզի խմոր չկորցնենք, ինչու կորցնենք, եթե կարող ենք խաչապուրի ստանալ, հեսա մի հատ է պանիրը դնեմ մեջն ու դնեմ թխվելու, պանիր եմ դնելու, զուգսեմ և դնեմ թխվելու, թխելու եմ 220 աստիճանով, նայեք պանիրը լրիվ, ամբողջությամբ ծյորկած պանիրա, լրիվ, ես ոչ մի ուրիշ բան չեմ դնում մեջը, լրիվ ծյորկած պանիր, տեսեք բավականին էլ, այսպես ու չեմ էլ փակում, բերում եմ, նայեք, պանիրը դրեցի, բերում եմ, ծայրը մի փուչուր ու վերջ, ես չեմ փակում խաչապուրին ու հավատացեք մեջից պանիր դուրս չի գալիս, այսպես սարքեցի դրեցի սինիի մեջ, տեսեք մի գնդից ինչքան շատ խաչապուրի է դուրս գալիս իրելի հետևորդներ, ավել լավ է փոքրիկ, օրինակ ըստ ինձ որ մնա, ըստ իմ ճաշակի, ես նախընտրում եմ փոքրիկ խաչապուրիներ, համ ուտելն է հարմար, համ շատ է դուրս գալի մի գնդից, ասենք թե տանը հյուր կա, պատրաստել ես մեծ 6 հատ խաչապուրի, մեկը մեկին նայում են ամոթ են, անը մոպտի վերցնի ուտի, իսկ փոքրիկը ոնց որ sense հասանելի կարում ես անընդհատ ու շատ հարմար է ու բավականին է շատ դուրս է եկել, ես այդ զուգսեմ վրեն, սիրուն ու դնեմ թխվի 220 ջերմաստիճանով, ընդամենը 15 րոպե, 15 րոպեից պատրաստ է արդեն, հեսա որ թխվի վերջանա պատրաստի վիճակն էլ եմ ցույց տալու, թե ինչ տեսակի եմ ստացել, վաճառում են կիլոգրամը 3000 դրամով, ճիշտ է Երևանից երբ որ գալիս էին դաշնի սեզոնին մեր հանգստացողները, երբ որ գալիս էին օգտվում էին մեր խաչապուրիներից, երբ որ ասում էին կիլոգրամը ինչ արժի, ասում էին 3000 զարմանում էին, 3000 Երևանում 1800-1900 պատասխանում էի, ասում էի մի հատ կերեք տեսեք մեջը պանիրա, նոր են ժամանակ կասեք, դուք աղաջուրն եք ուտում, պանիրը թողնում ու պատկերացնեք հաջորդ օրը նորից էին գալի առնում ու ավելի շատ ու հարցնում ասում էի բա ոնց էր, ասում էին վերջն է, իրոք արժի որ մենք տանք 3000 դրամ, այնպես որ կարող եք տալ գումարը շատ, բայց ուտել որակյալ բան, ըստ իմ կարծիքի Մինչ խաչապուրին պատրաստ կլինի, պատրաստեմ հաջորդը, ինչ պատրաստեմ լոխումով սիգարետ, դա էլ է շատ լավ ուտվում նման տեղերում, շատ թեթև է, շատ պահանջված է և շատ հաջող է ստացվում, անենք լոխումը, հետո թխվածքների համար կանդրադառնանք տենամ ինչ թխվածքը հասցնեմ պատրաստեմ, ժամանակից է կախված էլի, այնքան ծանրաբեռնված եմ, որ պատկերացրեք չեմ կարողանում ժամանակ տրամադրել թխվածքներին, հավատացեք այդքան ծանրաբեռնված եմ, միայն անգամ մի 2 օր առաջ մի հատ աղջիկ է ինձ զանգել և ասում է ինչ կլինի շատ եմ խնդրում գամ ձեր մոտ սովորեմ ինձ հոթդոգներ պատրաստել սովորացրեք, ինչ որ կապված է էլի հոթդոգ, պիցցա, շերտավոր խմոր ամեն ինչ, բուրեկի բան, ասում խնդրում եմ էլի գամ ձեր մոտ սովորեմ, Ստեփանավան որտեղ գնացել եմ, ձեզ եմ ցույց տվել, ձեր տեղն են ասել, գամ սովորեմ, ասում եմ մեծ ցանկություն ունեմ ձեզ սովորացնելու, խնդիր չկա, բայց ես ժամանակ չունեմ էլի, որ ժամանակ տրամադրեմ դրան օրը կրկնակի օրը 2-3 ժամ պետք է տրամադրեմ, բայց ես այդ ժամանակը չունեմ, չեմ կարողանում, մեծ սիրով ասում լավ էլի ինչ կլինի, ուզում եմ պետք է սովորեմ, որ աշխատեմ, ասում հասկանում եմ, բայց չեմ կարող էլի, եւ ասի, որ մի հատ բանով կարող եմ ձեզ օգնել, թե ինչ, ասի ես YouTube-ում էջ ունեմ, եթե դուք շատ սրտանց ուզում եք ինչ-որ մի բան սովորել, բացեք, բաժանորդագրվեք եւ հետևեք իմ ալիքներին ու դուք անմիջապես կսովորեք, որովհետեւ ես այնտեղ ամենայն մանրամասնորեն բացատրում եմ, թե ինչ անել, ոնց անել։ Չգիտեմ հիմա այդ աղջիկը ինձ գտել է, նայում է թե չէ, իսկ եթե գտել է, ապա մեծ հաջողություն եմ մաղթում, թող նայի եւ սովորի։ Հիմա լոխումը անենք, տեսնեմ ինչ չափի եմ բաժանում, ստանանք սիրուն լոխումներ, տանենք թող մեր հյուրերը վաղը ուտեն։ Հիմա բաժանեմ հեսա մասերի էլ և սկսել։
խաչապուրու նման բաժանելու եմ մասեր։ Մանր խաչապուրի էլի նկատի ունեմ։ Այսպես, այսքան։ Եվ այսպես։ Բաժանեմ մոտավոր, հեսա լոխումն է բերեմ մանր կտրատեմ, ես կողքերը սիրում եմ, որ մի պուճուր հեռացնում եմ, որովհետև շերտերը սկսում է բոլոր կողմերից լավ բացվել, դուք էլ երբ որ պատրաստում եք, սենց բարակ չեմ ասում շատ հաստությամբ, բարակ ծայրերը բացեք սիրելի հետևորդներ, թող ավելի լավ ստացվի, ավելի լավ բացվածք ստանա, ես էլ կարող ենք էլի պատրաստել, հիմա հեսա բերեմ լոխումը և կտրատեմ, լոխումը հիմա կտրատում եմ, այս մասերի եմ բաժանում, մոտավորապես եմ կտրում, էլի հնես չի, որ դա բանա, որ պիտի դնես, վայ սանտիմետրերով, բան չէ, մի հատիկ սենց լոխումը բաժանում եմ 3 մասի, շատ լավ լոխումներ է, շատ լավ կտրվում, այն լոխումներ կա է, մի տեսակ կա, որ սես կպնում է, վայ չես կարում, ոչ կտրես, ոչ ձերք տաս, ահա որ, իսկ սա շատ լավ կտրվում է, ես ես լոխումները պատվիրում եմ, այսպիսի ուպակովկա է, 3 կիլանոց ուպակովկա է, պատվիրում եմ, բերում են և բավականին հաջող լոխումներ է, մեր Սոֆրո ֆիրմայի տղաներն են բերում, լոխումն է շատ լավն է, հաջող է, չկպնող է, էլի, կա որ չէ, կպնում է համետ ծամելուց էլ է խանգարում, կպնում է ատամներիցդ, վայ նրանց է, ովքեր իրական ատամներ չունեն, հանմիջապես պոկվում է, դրա համար էլ օգտագործեք այս տեսակի լոխումներ, այսենց, հիմա ոնց եմ, իրուն, այս մասը անելու եմ, չսենց 3 հատի կարգի լոխում եմ դնելու, ու այսպես տեղափոխեմ թխելու տեղը, տարբեր չափերի եմ անում, ես որ անում եմ, տարբեր չափերի եմ անում, մեծ, փոքր, միջին, մի չափի չեմ կտրում լոխումները, որովհետև սիրում եմ տարբեր չափի քաշի ձևի թող լինի, որովհետև կան հաճախորդներ, որ գալիս են, մեկը մեծ է ուզում, մեկը փոքր է ուզում, մեկը միջին է ուզում, թող լինի տարբեր ձևի, որպեսզի ընտրության հնարավորությունը մեծ լինի։ Մեկը ինքը թխելուց էլ է մի քիչ փոքրանում, տեսքը փոքրանում է, էլի յուրաքանչյուր խմորը ինքը թխվում է, արդեն փոքրանում է։ Դրա համար է մի քիչ մեծ բռնացրեք, որպեսզի թխվի վերջանա, տակը ինչ-որ մի բան մնա։ Այսպես սրանց վրա ձուչ եմ քսելու, հենց այս ձևով դնելու եմ թխվելու։ Էլի նույն ջերմաստիճանով, էլի 15-ից 20 րոպե է տևելու թխվելը։ Հետո արդեն որ հանում եմ մի փոքրիկ սառումը, բրեն ավելացնում եմ շաքարի փոշի։ Ենք տրուբչկա։ Զանազան բաներ, համել խանութում չունեմ, վերջացել է, պատրաստեմ ձեռի հետ, թող խանութում էլ լինի։ Դե տրուբչկան հետս չեմ տանի, թող խանութում լինի, խանութի համար անեմ, վերջացել է։ Այս ընթացքը մինչև սպասում եմ, որ թխվեն մնացած բաները, հասի պարապ չմնամ խանութի համար էլ բաներ պատրաստեմ, որովհետև հեսա արդեն ծանրաբեռնված օրերս էլ սկսում է, էլի, չեմ իմանալու ստեղուց ընդեղ, ընդեղուց ընդեղ, թե այստեղ, թե ձեզ հետ, չեմ իմանում, տեսնեմ ոնց է ստացվելու, բայց բոլորն է պետք է հասցնեմ, որովհետև ես վստահ եմ, որ կարալու եմ անեմ այդ բոլորը, որովհետև Հիսուսը իմ հետ է, իսկ ովքեր որ ունեն Տիրոջ օրհնությունը, հավատացեք, որ ամեն ինչ շատ հեշտ, թեթև ու հանգիստ է անցնում, առաջ Աստված իմ բոլոր գործերին։ Բացեցի, կիսեմ 10 հավասար մասերի,
8 9 10 լավ է հիմա անցնեմ փաթաթելով գանք մեր տրուբչկաները այսպես ասած գլանակները որ այսպես շփոթվում եմ ու շփոթվելը որն է ես իմ ասենք թե առօրյա ոնց որ ես օգտագործում եմ ես նման ձևով եմ խոսում սիրելի հետևորդներ չեմ սիրում այդ ձևականությունը որ Վայ գլանակները, ես ոնց կայ ձևով էլ խոսում եմ և ինձ թվում է դա ամենալավն է, հասարակը այս կյանքում ամենալավն է, մարդը եթե ինչ կա, ավելի լավա քանզ ձևականության մեջ, ես չեմ սիրում սիրելի հետևորդներ, ես ասում եմ տրուբչկա և ասելու եմ տրուբչկա, գլանակը որն է, մի քանի հոգու էլ պետք է բացատրեմ դեռ հլը գլանակը որն է, իսկ տրուբչկան բոլորը գիտեն Այսպես փաթաթում եմ տրուբչկան և դնում եմ Այսպես ծայրը փակում եմ, որպեսզի շատ առաջ չգա Ուտուր ձիգ, լավ ձիգ, որ բան չլինի, հետո ասած պտոտ պահում եմ ու այսպես մատերի հարահաներով աստիճանաբար, արագորեն օպա, եկանք ելանք Այսքան օր եմ մնում արդեն մեր սուրբ զատիկին և ես մի քիչ շուտ արդեն պետք է ցորենը ցանեմ Ցորենը ցանում եմ ամանների մեջ, լիքը, ամբողջ իմ խանութով մեկ որ մտնեք տեսնեք ցորենա ցանած Ցանում եմ այս ձևի այս կարգի լինում և այդպես ամաններն էլ եմ վաճառում էլի ցորենի ծլած ծիլը Էսա մի քանի օր էլ անցնի, որ շատը չմեծանա ցանելու եմ և այդ ընթացքն եմ ձեզ ցույց տալու, թե ես ինչպես եմ ցանում ցորենը Այսպես ասած ծլոցը, ըստ լոռեցիների, ծլոց Եկան, այդ երգ եմ քո նման, եկան, խաչապուրիները մեր սիրուն Պատրաստվեց խաչապուրին, էսա մի քիչ հետո էլ լոխումը Խաչապուրի Հայ, փորձում եմ երկերը Ասում եմ փորձեմ երկեմ Ստացվում է Ոչ ստացվում է Պատկերացրեք փոքր ժամանակ ուզում էի երգի գնա Ինչի չգիտեմ ասում ես երկեմ Բայց երկել չեմ կարում ուզում եմ երկեմ Մամաս ասում էր այ աղջիկ ջան ինչ երկել չգիտես սիրում էի Բայց դա չէր ստացվում Բայց շատ լավ եղբորս մոտ է ստացվում սիրելի հետևորդներ Շատ լավ ձայն ունի, շատ արտակարգ պապայիս է քաշել, պապաս էլ շատ լավ երգում է Հիմա այն տարիքին չի պապաս մեծացել է, ձայնը մի քիչ փոխվել է, խզվել է, բայց իմ համար ամենալավ երգի ձայնն է պապայիս ձայնը Ամենալավ Ով ինձ ձև ուզում է երգի, բայց իմ պապայի երգը, ձայնը իմ համար ամեն ինչից վեր է Սիրելի հետևորդներ, պապայի շատ եմ սիրում, շատ Պապաս մի բարի, մի հրաշալի անձնավորություն Որ սենց պապայիս մասին է խոսում եմ, սենց մի տեսակ սիրտս լցվում է, չգիտեմ Էլի խանութի համար վաճառքի Այսօր բոլորը վերջացել էր, ոչ մի բան չունենք խանութում վաճառելու Պատրաստեմ թող լինի, որովհետև արդեն սովոր են մեր հաճախորդները, որ պետք է գան ու նման բաներ գնեն Իսկ եթե չի լինում, արդեն մի տեսակ հիասթափվում են Հայկ, դու սիրում ես Նապոլեոն, Հայկ Անպայման Հələ ձենդ կդրվե չեն լսան Ասեմ անպայման Անպայման Ինչ ես սիրում, Հայկ, Նապոլեոնը, տրուբչկան, խաչապուրին, թե լոխումը Խաչապուրին ու Նապոլեոն Խաչապուրի Նապոլեոն Ես էլ Ես շատ սենց Ու ես մանր խաչապուրին Մանր խաչապուրին Մանր? Հա, մանր խաչապուրին շատ հեշտ ես ուտում, շատ հեշտ Քանց թե բանը, մեծը ինչո, չես իմանում Պիտի մի հատ սլակ անենք վրեն, որ կոմից կծեն Հոպա, խանգարում է լրիվ
ուտելուն, իսկ փոքրը շատ հարմար է։ Այսքանը լավ եմ դեր Նապոլեոնների համար։ Հեռացնենք կողքերը, համ էլ փշուր կլինի երեսը զարդարելու համար։ Նապոլեոնը մի քիչ շատ եմ այսպես կտրում, որովհետև համ էլ երեսը փշուր հանելու համար ինձ պետք է գալու խմոր, որպեսզի մի հատ խմոր ավել չթխեմ հատուկ փշուրի համար, մի քիչ խոշոր եմ անում, հետո էլ կտենամ, որը մեջից լավ չի ստացվել, մի քիչ փոքր է, էլ է քիչ է բարձրացել, դա էլ փշուրի տակ օգտագործում եմ։ Սիրուն կտրեմ։ Արդեն սա շատ է, սա էլ այսպես կանեմ, փշուրի տակ օգտագործեմ։ Մի հատ էլ այսպես, քանի հատ եղավ 12 հատ Նապոլեոն։ Լրիվ բավական է, հերիքա, այսպես բաժանեմ, որ փշուր անեմ։ Սիրուն տեղափոխեմ սինի մեջ և դնեմ թխվելու։ Այսօր տուրբոներս միացրել եմ, սիրելի հետևորդներ, արագ-արագ պատրաստում եմ իրար հետևից առանց շունչ քաշելու արագ-արագ, որպեսզի շուտ վերջացնեմ, գնամ տուն, տանն էլ ահագին գործեր ունեմ, նշեցի, որ կիսուրս այստեղ չի գնացել Ռուսաստան, պատկերացրեք բոլոր տան տնային աշխատանքներն էլ մնացել վրաս, այն ժամանակ կիսուրս տանն էր, ամեն ինչ պատրաստում էր, գնում էի տուն, տենում էի ճաշը էփած, լվացքը արած, ամանը լվացած, իսկ հիմա գնում եմ, ոչ մի բան չկա, էդ էլ պիտի անեմ, ճաշն էլ եփեմ, ամանն էլ լվամ, տունն էլ մաքրեմ, ու այսպես, դա էլ գնամ անեմ, մաքրեմ, սրբեմ, որովհետև չեմ սիրում, երբ որ իրիկուն անգամ մի հատիկ աման է մնում, լվացարանում չեմ սիրում։ Ու միշտ վատն եմ մտածում, որ մարդ ես կարող է գիշերն ինչ-որ ինչու գամ տենամ, որ տունը թափածա կամ կեղտոտ է, պետք է լինի բոլորը սիրուն, մաքուր, կոկիկ և իդեալական։ Չեմ դժգոհում, չեմ ալարում, չեմ բանանում, ոչինչ, թող լինենք առողջ, թող անենք լիքը աշխատանքներ։ Չեմ բողոքում ընդհանրապես սիրելի հետևորդներ։ Ես էլ լոխումները պատրաստվավ, սիրելի հետևորդներ, սիրուն, պուպուշ։ Ոնց որ վերջացրեցի, այս պայն թխեցի, վերջացրեցի, էլի, բայց էլի դեռ բաներ ունեմ պատրաստվելու, անելու սիրելի հետևորդներ։ Տխել եմ հիմա, որ հանել եմ դուխովկայի մեջից, լոխումնա, խաչապույնա, տրուբչկանա, Նապոլեոնը մեջն է, ռուլետը պտտվում է միքսերի մեջ ու ռուլետից հետո էլ պետք է պատրաստեմ կապուչինո ու այսպես շարունակ, սիրելի հետևորդներ, որպեսզի ձեր ժամանակներ շատ չգնա, ժամանակ չանցնի անիմաստերը, ես ցույց չտամ, թե ինչ եմ անում 2-3 ժամում, երևի թե այսքանով եզրափակվեմ, հետո արդեն վաղը բացման արարողության ժամանակ արդեն իսկ կտեսնեք, թե ինչ ենք պատրաստել, ոնց ենք նախապատրաստվել, Հայկն ասում է, այ Գոհար, միջոցառմանը ոնց եմ նկարահանելու բացմանը, ում եմ նկարելու, ինչ եմ անելու, ասում եմ Հայկ ջան, ում տենում ես, նկարում ես, ընդեղ էլ Գոհարին չփնտրես, գազկայնես ու Գոհարին նկարես, Գոհարին ամեն օր տենում են, այս անգամ էլ կնկարես մեր հաճախորդներին, որ եկել են, եռուզերը, խոսակցությունները, տրամադրությունները, մի խոսքով, ինչ որ այդ պահին կատարվում է, լրիվ ասել եմ, ամենայն անկեղծությամբ կնկարես, որ տեղադրենք, որ տեսնենք, թե ինչ արձագանք ենք մենք ստանում։ Այնպես որ, սիրելի հետևորդներ, կմիանամ արդեն իսկ վաղը և հույսով եմ, որ լավ վիճակում կգտնվեմ, իմ լարվածությունից նկատի ունեմ, տեսնենք ոնց կանցնի օրը առաջ Աստված, սիրելի հետևորդներ։ Ձեր հետ Գոհարն էր, ձեր շատ սիրող, սպասող, հարգող Գոհարը։ Ցտեսություն։